Սա եկեղեցի է, սա նորան է։ Իստեղից է վերածնվել մեր ժողովուրդը։ Խնդրում եմ ձեր կարծիքները, ձեր համակարծիքներով, ձեր գիտելիքներով հանդերձ վերջապես խելք եկեք ժողովուրդն չի կարելի։ Սրբապեղծություն է։ Հասկացեք մի բան, խնդրում եմ ձեզ, չի կարելի նմանատիպ վերաբերմունք ցույց տալ։ Երկրի ղեկավար կոչվածի իրավունք ունի այս ծավալի վերաբերմունք ցույց տալ։ Լավ, հասկացեք մի բան։ Այս ժողովուրդը ի վերուս ծնունդ է առած եղել եւ պայքարելու, եւ մակարելու, եւ իր քրիստոնեությունը վերարժեքները ապահովելու համար։ Սա ինչ է նշանակում։ Ձերբակալել, հա, դարեք բոլոր ձերբակալվեք, ինչ է լինելու։ Թող այս օրինապան մարմինները մի պահ իրենց դոկումենտները դնեն, գետին ասել չեք աշխատում։ Եվ վերջ։ Իսկ ինչու չեն անում դա։ Որովհետև վախենում են իրենց աշխատավարձից, վախենում են իրենց տուն տեղից։ Կներեք, երկիրը կորցնելուց ավելի ծանր վախ կա այս երկրում։ Ավելի ծանր վախ սա էլ այլևս չկա որևիցե բան ժողովուրդ ջան։ Վերջի վերջո հասկացեք։ Քաղաքապետեր են ձերբակալում, եկեղեցական պաշտոնյաներ են ձերբակալում։ Սպասեք, այս պահին Փաշինյանին են դիմավորում։ Լսեք, Նիկոլ Փաշինյանը ժամանակին 17 թվին իր ֆրակցիայի կաբինետից ես եմ անցած եղել, այս ժամանակ ասում էր, ես լինեմ իշխանության գլուխ կանգնեմ, հայ ժողովրդի քթից բերելու եմ։ Այսքան բան ես լսել եմ։ Ոստիկանության պաշտոնյաները ձեր կողքին են հարոտ չեք խնդրում եմ։ Ես կարող եմ այս կողքին Բայց ինչի եք տանում։ Պարոն Հակոբյան, ինչի եք հեռացնում քաղաքացուն։ Ինչու եք հեռացնում քաղաքացուն։ Որովհետև վիճաբանություն չլինի։ Պարոն Հակոբյան, ինչի եք ընտրողաբար։ Ընտրողաբար չի, որովհետև վիճաբանություն չլինի։ Տեսնում ենք, այստեղ անցակետ է կառուցել։ Անցակետ չկա։ Անցակետ է, ընտրողաբար մարդկանց թույլ եք տալիս։ Որևէ մեկնաբանություն չեմ անում։ Ինչ։ Որևէ մեկնաբանություն չեմ անում։ Բայց այդ նույն քաղաքացուն թույլ չեք տալիս գնա եկեղեցի։ Չեն տողնա եկեղեցի մտնի։ Իրավունքը ոտնահարեն կա։ Իմ մախտու իրավունքը ոտնահարեն կա։ Գուցե մտնում եկեղեցի չեն տողնա, ինչ իրավունք ունի, ինչ թողնալու։ Մենակ Փաշինյանը չմտնի, մախտիկն են, այս եկեղեցին փոխլուց ես եկել եմ։ Դեպքեր եղել են, երբ եկեղեցու շուրջ բոլորը ոստիկանները։ Հենց Փաշինյանը կուկա, միլիցիա կայնիկ, այդ չկա, չեն կա։ Որոշել էի 7 վերքում մասնակցել պատարագի։